բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եկել եմ, որ առավոտը սկսենք միասին եւ առաջիկա 1 ժամը եղեք մեզ հետ 21 TV-ի եթերում։ Վստահաբար հետաքրքիր է լինելու, ունենալու ենք նաեւ մշակութային նորություններ։ Այս պահին առաջարկում եմ դիտել տեսահոլովակ, արթնանալ ու գնանք դեպի մեր հյուրը։ Եվ այսպես վերադարձանք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս կայացել է Նարինե Աբգարյանի Զուլալի հոգեբանական դրամայի առաջնախաղը։ Եվ այսօր այդ կապակցությամբ Զուլալի ներկայացման բեմադրող ռեժիսոր Գայանե Անդրեասյանը մեր տաղավարում է։ Բարի լույս Գայանե։ Ուրախ եմ, որ այսօր եկել եք մեզ հյուր ու լավ նորությամբ ներկայացման ծնունդը տոն է բոլորիս համար։ Կցանկանայի խոսենք հենց ամենասկզբից ինչպես ընտրեցիք Նարինե Աբգարյանի Զուլալի գործը։ Նախ շնորհակալություն։ Ինչպես ընտրեցի, ես փնտրում էի հայկական գործ ժամանակակից հեղինակի ու պատահաբար, շատ պատահաբար գրքի փառատոնին ես գտնում եմ գիրքը Զուլալին, Նարինե Աբգարյանի ու միանգամից ինձ վերնագիրն է գրքի հետաքրքրում եւ սկսում եմ կարդալ առաջի պատմվածքը, հենց Զուլալի պատմվածքը ու նույն այդ առաջին նախադասությունից հետո որոշում եմ, որ հաստատ պետք է սա բեմադրել։ Իսկն այդ իմ ընտրությունը հայկական գործի կանգ է առնում Զուլալի ստեղծագործության վրա։ Իսկ ինչպես գիրքը վերածվեց պիեսի։ Շատ դժվար, շատ երկար, որովհետև երևի այդքան դժվար բեմականություն երբևէ չեմ արել։ Մի տարի աշխատել եմ, հետո արդեն նաև դերասանների հետ ենք շատ հասկացել, որ ինչ-որ տեքստերը պետքա տեղերը փոփոխվեն ու շատ ծանր աշխատանք եմ տարել հենց բեմականացման վրա, որովհետև ստեղծագործությունը գրված է հուշերի վրա 3 գլխավոր հերոսների՝ Զուլալի, Մայրանուշի եւ Նազարոսի, իսկ մեզ մոտ կոշկակարը ինքը պատմում է ամբողջ պատմությունը եւ ըստ իր պատմածի, արդեն բեմում ստեղծվում է իրականությունը, սկսվում է։ Տեսեք, երբ Զուլալին էկրանավորվեց, քանի որ այնտեղ նկարագրությունները, բնությունը շատ է, հա, ֆիլմում այս պարագայում ավելի հեշտ է ստանալ, որովհետև ուղղակի նկարում ես այդ ճգնաղ բնությունը։ Դուք ինչպիսի լուծումներ եք տվել ռեժիսուրայի առումով բեմում, որպեսզի զգանք նաև այդ նկարագրությունը։ Ես հասկացա, որ դեզեր եմ ուզում անպայման լինեն ու շատ հետաքրքիր է, որ իմ ուզած այս ձևով ստացանք այդ դեզերը բավական բնական ու հենց բնական նյութով։ Խոտի տուկերից դեզերից խոտի տուկերից դեզեր եմ իրենց ասում, բայց դա տուկերն են ու ուզում եմ նշել, որ նկարչուհին Սուսաննա Հախվերդյանն է, ում հետ շատ լավ աշխատել ենք, նաև դերասաններից եմ անպայման ուզում նշել, Իշխանը Ղարիբյան, ով կոշկակար խաղում, Զուլալիները, փոքր Զուլալին Ռայա Հովանեսյանը, իսկ մեծ Զուլալին Միլենա Ավանեսյանը, տիկին Տիգրանուհի Տեր Մարկոսյանը, ով Մայրանուշի կերպարն է մարմնավորում, Վազգեն Մկրչյանը Նազարոս, Սերգեյ Ոսկանյանը հայր, իսկ Արման Սեմիկյանը ջրաղացպանի տղան ու իրականում շատ հրաշալի խումբ էր հավաքված։ Իսկ ինչպես է կատարել դերաբաշխումը, որովհետև ինչպես հասկացա, ոչ բոլորն են Պարոնյան թատրոնի դերասաններ, այսինքն դուք նաև ունեք հրավիրված դերասաններ։ Այո, հրավիրված Վազգենը, Միլենան եւ Ռայան են, այսինքն երկու Զուլալիները եւ Նազարոսը։ Մեծ կաստինգ եք արել, թե արդեն գիտեիք։ Ես գիտեի։ Ես հենց դեռ մի տարի առաջ, այսինքն անցած մի տարի առաջ մարտից ես սկսել էի այս աշխատանքները ու հենց սկզբից որոշել էի, որ կոշկակար պետք է խաղա Իշխանը եւ Արմանին էի որոշել։ Արմանինը մի քիչ դերային, չէ, Սիմիկյան Արմանինը մի քիչ փոփոխություններ տեղի ունեցան, իսկ Զուլալին ավելի ուշ եմ հասկացել, բայց ընտրել եմ ու ոչ մի փոփոխություն չի եղել ու նույնիսկ այդ կաստինգի կարիքը չի եղել, ես վստահ եղել եմ ու վստահ եմ, որ շատ ճիշտ է եղել ընտրությունը։ Ինչպես անցան աշխատանքները բարդեր դերասանների հետ, տարաձայնություններ, կերպարների հետ կապված, բաց այդ մոտև Զուլալին բավական բարդ կերպար է խոսքի առումով, հա, ավելի շատ էմոցիա ու խաղարկայնություն է ուզում։ Բարդություններ չենք ունեցել, միակ բարդությունը, քանի որ իմ դերասանները կնային, դա իրենց գրաֆիկներն է եղել, բայց ես ուրախ եմ, որ իրանք այդքան զբաղված դերասաններ են ու իսկապես բացի գրաֆիկներից մեզ մոտ ոչ մի ստեղծագործական խնդիր չի եղել, ընդհանուր պրոցեսը Պարոնյան թատրոնում, քանի որ ես էլ հրավիրված ռեժիսոր եմ եւ մեր պոմրեժի շնորհիվ Նարայի եւ տնօրենի ղեկավարության շնորհիվ Լիլիթ Պետրոսյանի շատ սահուն ու հանդարտ է անցել։ Միակ խնդիրը մեր գրաֆիկներ, որը ինձ թվում է ամեն թատրոնում լինում է, հատկապես երբ որ տարբեր տեղերից են դերասանները։ Ինչու պիտի գան դիտելու այս ներկայացումը ձեզ։ Իրականում ես եւ գիրքը կարդալուց, երբ որ շատ հուզվել եմ, ֆիլմն եմ նայել Հայկ Օրդյանի Զուլալին, հետո երբ որ մենք սկսեցինք աշխատել, ես անդադ հասկանում եմ, որ ոչ մի տարբերակն էլ որպես այդպիսին շատ
ուղիղ իմաստով մեծ ասելիք չունի, այսինքն այն մեծ ասելիքը, որը մենք սովոր ենք պիեսներում տեսնելու կամ հիմնականը պիեսներում են լինում, որ փրկենք աշխարհը կամ այդպիսի ասելիքներ այստեղ չկա ու ինձ թվում է ինքը ամենաշատը ուժեղը նրանով, որ պարզ մարդկային հարաբերություններն են ամենացավոտ, ամենախոցելի ու արդեն հենց գլխավոր կերպարը, որ այդքան դժբախտություններ է ապրում, լինելով այդքան խոցելի, ոնց այդ ինչպես իր անունն է Զուլալի, այդ իր զուլալ անարատ վիճակը չի կորցնում ու դա գուցե հենց դա է ասելիքը։ Ես միշտ մտածում եմ, որ այդ մեկ նախադասությամբ ասելիք այս գործը չունի, որտեղ ինքը անդադ ցավի զգացմունքների մասին է ու տանջված ճակատագրերի, բայց հետո ինչքան ցենց շատ եմ խորանում, ասում եմ, բայց չէ, հենց Զուլալի կերպարն է, որ իրան նայելուց հասկանում ես, որ պետքա չչարանաս, պետքա շարունակես ապրել ամենակարևորը ու լույսով, ուրախությամբ։ Ինչ ճանապարհ է անցնելու ներկայացումը, բացի այն, որ Պարոնյան թատրոնում կարող են դիտել, արդյոք նախատեսվում են հյուրախաղեր կամ գուցե փառատոններ, որոնց կմասնակցեն։ Հյուրախաղեր նախատեսվում են եւ արդեն Պարոնյան թատրոնում, բայց ինչ որ ճակերտներ չեմ ուզում բացել, ընթացքը ցույց կտա։ Որպես ռեժիսոր սա ձեր որ գործն է, այսինքն թվով շատ աշխատանքներ ունեք արած։ Չգիտեմ, որովհետեւ չեմ հաշվել, բայց վերջի երկու, այսինքն իմ ավարտելուց հետո Մեհեր Մկրտչյանում արեցի հեքիաթներ հեռախոսովը, դրանից հետո մեկ ներկայացում Բեբուկ թատրոնում, շարժական տեխնիկային մանկական, այսինքն բավական մեծ դադարից հետո առաջին, հա, բավական մեծ դադարից հետո առաջի մեծական ներկայացումն էր կարող եմ դա ասել, որտեղ վերջինը երևի 3-4 տարի առաջ է եղել, դեռ ուսանողական տարիներին։ Առաջարկում եմ այս պահին դիտել տեսանյութը ու վերադառնալ մեր զրույցին։ Վերադարձանք, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Զուլալի պրեմիերայի կապակցությամբ ու մաղթում եմ երկար ու կանաչ ճանապարհ ներկայացմանը, բայց եկեք հիշենք նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են ներկայացման վրա, սկսած բեմանկարչություն, երաժշտություն, եւս մեկ անգամ դերասաններ, մի խոսքով ում կցանկանաք։ Առաջինը տնօրինությանը Լիլիթին Պետրոսյան, Նարային Պողոսյան, ով այդ ամբողջ ընթացքը էլի մեր կողքին ա եղել, մեր պոմրեժին, դերասաններին Միլենա Ավանեսյան, Իշխան Ղարիբյան, Սերգեյ Ոսկանյան, Արման Սիմիկյան, Վազգեն Մկրտչյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան եւ Ռայա Հովանեսյան, բեմանկարչուհուն եւ հագուստի նկարչուհուն Սուսաննա Հախվերդյանին, որ էլի ամբողջ ընթացքը ինձ հետ հավասար աշխատեց, եւ մեր երաժշտության հեղինակը, որ իհարկե ներկայացման համար չի գրվել երաժշտությունը, բայց ամբողջ ներկայացման մեջ օգտագործվել է հող խմբի երգերը եւ երբեմն իմ մոտ տպավորեցին, որ հենց մեր ներկայացման համար է գրված, որտեղ շատ այնքան ինքը գեղեցիկ էր հենց ներկայացմանը ձուլվում։ Այդքանը։ Ինձ մնում է միայն ձեզ մաղթել հաջողություն, իսկապես աշխատանքային մեծ գործունեություն, նոր մտքեր, նոր ներկայացումներ, իսկ Զուլալին երկար ճանապարհ ու ապրեք, որ անդրադարձել եք այս կարևոր գործին։ Շնորհակալություն։ Իմ հյուրներ Գանի Անդրեսյանը, Զուլալի ներկայացման բեմադրող ռեժիսորը, իսկ դուք գնացեք եւ առնչվեք արվեստի ու մշակույթի հետ, դիտեք ներկայացումներ, կարդացեք գրքեր, այս այն պարագան է, երբ կին հեղինակ Նարինե Աբգարյան եւ կին ռեժիսոր հետաքրքիր է, երբ աշխատում են միմյանց հետ։ Գնացեք Պարոնյան թատրոն եւ դիտեք ներկայացումը, հայտնեք ձեր կարծիքը սիրելիներս։ Իսկ այսօրվա համար նախատեսելի այսքանը, ձեզ հետ անետ Կիրակոսյաններ, մնացեք բարով։